Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում, այսօր միասին պատրաստում ենք բազուկով երկու շատ համեղ տոնական աղցան։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Վեցից 7 սալորաչիրը բարակ շերտատում ենք։ Իդեպ սալորաչիրը ես ինքս եմ պատրաստել, որի բաղադրատոմսը կա հայկական խոհանոց ալիքում։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ փայլ ունի։ Փայլը պահպանվել է նույնիսկ 6 ամիս անց։ Առանց շաքարավազի առողջարար, գեղեցիկ փայլով սալորաչիրի բաղադրատոմսը կարող եք գտնել հայկական խոհանոց ալիքում։ Դեռ ոչ վաղ անցյալում ամանորին հայ տնային տնտեսուհիները պատրաստել են միայն առանց մսի աղցաններ, քանի որ ամանորը համարվել է ոչ ուտի սոր։ Պատրաստել են հիմնականում լոբով, ավելուկով և բազուկով աղցաններ։ Սալորաչիրը կտրատելուց հետո լցնում ենք աղցանամանի մեջ։ Մարացնում ենք նաև 100 գրամ ընկույզ։ Մեր օրերում գրեթե բոլորի տանը ամանորին պատրաստվող հիմնական ուտեստները մսով են, աղցանները նույնպես, որը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ միսը շատ դժվարամարս մթերք է։ Այդ պատճառով աղցանները պատրաստեք առանց մսի։ Բանջարեղեններով, բազուկով, ինչպես նաև ավելուկով և լոբով աղցանները շատ լավ տարբերակներ են։ Ընկույզը մարացնելուց հետո կտրատում ենք նաև մի փոքր փունջ համեմ։ Նախապես աղաջրի մեջ խաշած կես կիլոգրամ բազուկը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Ինչպես նշեցի, դեռ ոչ վաղ անցյալում ամանորին տնային տնտեսուհիները պատրաստել են բացառապես բուսական ուտեստներ, քանի որ ամանորը համարվել է ոչ ուտի սոր։ Այո, չզարմանաք։ Հնում ամանորին տանտիկինները պատրաստել են պասուց տոլմա, անուշապուր, ավելուկով ապուր, հալվա, աղանց, բազուկով աղցան, լոբով ուտեստներ, բանջարով ապուր, դդումով լոբով ապուր և այլն։ Սեղաններին եղել է նաև սաջի վրա թխած հաց, ավանդական ծիսական հաց, որը տիկնիկի է նման։ Այդ հացը հայտնի ասիլ բասիլ անունով հացն է։ Դե էլ ինչ ամանոր առանց հայկական անուշահամ մրգերի և հայուհու քաղցր ձեռքով պատրաստված անուշահամ չրերի և քաղցր շարոցի։ Ինչպես նկատեցիք, մենք մեր ավանդույթներից շատ ենք հեռացել։ Դե ինչ, աղցանին ավելացնում ենք 1 ատամիկ սխտոր, համեմում ենք աղով և սև պղպեղով, ավելացնում ենք 2 ճաշի գթան մայոնեզ կամ թթվասեր և բաղադրիչները մի լավ խառնում ենք։ Արդյունքում ստանում ենք տարբերվող համով յուրահատուկ աղցան, որը նաև առողջարար է։ Ես աղցանը մատուցում եմ կլոր տեսքով։ Աղցանը լցնում եմ խոր ամանի մեջ, մի փոքր սեղմում եմ և ապա շրջում եմ մատուցվող ափսեի մեջ։ Աղցանը ձևավորելու համար հարկավոր է նաև 1 նուռ։ Նռան հատիկները լցնում եմ աղցանի շուրջը, կավելացնեմ նաև աղցանի վրա։ Մեր գեղեցիկ տոնական շատ համեղ աղցանը արդեն պատրաստ է։ Մնում է միայն վայելենք։ Հաջորդ աղցանը, որ պետք է պատրաստենք, ևս շատ առողջարար և օգտակար է։ Իր համով հիշեցնում է վինեգրետ աղցանը, սակայն պատրաստման եղանակը շատ ավելի հեշտ է։ Այս աղցանը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, համեղ է, դիետիկ, սննդարար, իսկ թե որքան առողջարար է բազուկը, բոլորս էլ գիտենք։ Հատկապես առողջ սննդի կողմնակիցներ շատ կհավանեն այս աղցանը, քանի որ աղցանը պատրաստվում է առանց մայոնեզի և թթվասերի։
Հարգելի ես նախքան բաղադրատոմսին անցնելը չմոռանաք հավանել տեսանյութը, իսկ եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ բաղադրատոմսերը։ 3-ից 4 հատ միջին չափի թթու վարունգը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Եթե ձեռքի տակ թթու վարունգ չունեք, կարող եք օգտագործել նաև մարինացված վարունգ։ Թթու վարունգը ճզմում ենք, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա, այնուհետև լցնում ենք աղցանամանի մեջ։ Նախապես աղաջրի մեջ խաշած 400 գրամ բազուկը անց ենք կացնում քերիչի նույն անցքերով։ Բազուկը խաշելու փոխարեն կարող եք փաթաթել փայլաթիթեղի մեջ, այնուհետև դնել ջեռոցը, մոտ 1 ժամ։ Այդպես բազուկի վիտամինները էլ ավելի լավ են պահպանվում։ Բազուկը ևս լցնում ենք աղցանամանի մեջ և սկսում ենք կտրատել կանաչիները։ Բազուկով այս աղցանը համեղ է ստացվում, երբ ավելացնում ենք առատ կանաչ սոխ, կտրատում ենք կես կապ սոխ։ Եթե ձեռքի տակ կանաչ սոխ չկա, կանաչ սոխի փոխարեն կարող եք օգտագործել կարմիր կամ սպիտակ մանր կտրտած գլուխ սոխ։ Հեռացնում ենք մաղադանոսի 4 ցողունային հատվածները և կտրատում ենք նուրբ տերևները։ Կանաչիները ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա, ավելացնում ենք նաև 200 գրամ պահածոյացված կանաչ ոլոր։ Ինչպես տեսնում եք, աղցանը պատրաստվում է իսկապես հաշված րոպեների ընթացքում։ Աղցանը համեմում ենք սև պղպեղով ըստ ճաշակի, ավելացնում ենք նաև մի փոքր աղ, չմոռանալով, որ ոլորը, թթու վարունգը և բազուկը արդեն իսկ աղ են պարունակում։ Ավելացնում ենք նաև 3-ից 4 ճաշի գդալ արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ։ Մնում է միայն մի լավ խառնենք աղցանը և մատուցենք, գույներն արդեն իսկ ախորժելի են։ Այս աղցանը մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ հաճախակի եք պատրաստելու։ Բոլոր բաղադրիչները հասանելի են, մատչելի, իսկ աղցանը ստացվում է չափազանց օգտակար և դիետիկ։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսպիսի կեր և առողջացիր բաղադրատոմսերի շարքից համեղ աղցան։ Դուք էլ պատրաստեք այս եղանակով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։